Լայվ ենք։ Դե ողջույն անգիրներից, բարի երեկո, բարի լույս առավոտի լույս արեգակն արդար, արդեն ապրիլի 12 2025 թվական չի, 1925 թվական։ Դու վերապրում ես քո պատմական էջերը, ինչպես են ժամանակ փախստականները Ամերիկա Միացյալ Նահանգների ափերը post-genocide եւ որ չկարողացանք կազմակերպենք եւ նույն բանին հանգչեցրեց, որ դաշնակցությունը իրենով արեց հայ համայնքը մարդկային, դիվանագիտական եւ ռազմական բոլոր ռեսուրսները եւ վաճառեց։ Եվ հիմա նույն կարգավիճակի մեջ է պահում ձեզ մի երկու հանրային ռադիոից փախածներով Լոս Անջելեսի ափերում, բայց դա այդքան ընդլայնվելու արժանի չի որպես թեմա։ Ունենք շատ լուրջ խնդիրներ, այո, կա նման բան, որ ժողովրդավար բևեռները եւ այսպես ասած բռնապետությունները մեր տարածաշրջանում Հայաստան-Վրաստանի գծի վրա են պայքարում իրար դեմ արդեն։ Այս իրականությանը նայելով երկիրը ապակայունացնող եւ դիստաբիլիզացնող օպերայի շենքերի առջև հավաքվողները բոլորը պարզված են, որ իրենք ուղակի դիստաբիլիզացման ագենտուրա են, որպիսի ոնց որ տվեցին Ղարաբաղը, այդպես էլ տան Երևանը, սա կրկնելու կարիք չկա։ Հիմա այս պահին ավելի քան որևէ ժամանակ քո պատմության էջերում, սիրելի հայրենակից, որ Լոս Անջելեսում ես, Հարավային Կալիֆոռնիա, Ֆրեզնո, թե որտեղ, թե Բոստոն, քո քնած մնալը իրենց ձեռնտու է։ Ավելի շատ կարիքը ունի հայրենիքը Սուրբ եւ Հայաստանը քո այսօր, քան որևէ ուրիշ ժամանակ պատմության էջերիդ մեջ։ Խնդրում եմ 2 վայրկյան համբերատար լինենք միանան մեզ մեր հարազատները, որպիսի գործնական ամփոփիչ միասին այսպես քննարկում անցկացնենք եւ անցնենք աշխատանքի, որպիսի տանք ազգին արդարություն, սկսած ապրիլ 24 ամենայն հայոց զորակոչման օրից ժամը 14:00-ին Կոմիտասի Պանթեոն Շենգավիթ։ Նրանից բացի բոլոր գյուղերում արտաշատցիներից գյուղամիջին պատրաստվեք ազգին տալու արդարություն, reparation, restitution and justice։ Ուրեմն փոխհատուցումը, որ մենք գտնում ենք, որ այրան դիմաց օլիգարխը այդ ռոբասերժական կլանը դոդի գագոներով ձեր եւ նրանց 57 կոմիսարիատների ունեցվածքը դաշնակներն էլ ներառյալ 43,000 ԱՄՆ շատ տրամաբանական թիվ է, որ մատուցի 18 թվականից մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունը չլքած որևէ քաղաքացիություն կրող ընտանիք, ամեն ընտանիքին 43,000 ԱՄՆ պիտի տակ։ Այդքան տասնամյակներ ռսին տվող եք եղել, ամեն ձևի տվողներ, հիմի աղքատիս պիտի տակ ու կտան, սիրելի հայրենակից, մենք Նենսի Փելոսիի գրասենյակին այսպես ասած 11-րդ Congressional District դիմելով շատ քաջ տեղյակ ենք, մեզ դաշնակը թող դաս չտա, թե ընդհանրապես օրենսդրության խորհրդանական շարքերում House Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատ կամ Կոնգրես դիմելուց որն է ընդհանրակարգ եւ ֆորմատը։ Մեզի դաս մի տուր քո անգրագետ երևույթ լինելով, այ հանգչած մարած մենշևիկ դաշնակ։ Այո, 28-րդ դիստրիկտին չենք դիմում Հարավային Կալիֆոռնիայի հիմնականում։ Նախքին խոսնակ մեզ համար այսօր հարգելի խոսնակ, մեր շատ սիրած հարգած Նենսի Փելոսի 11-րդ Congressional District of California։ Հիմա գլուխդ որ քարին ուզում ես խփի։ Որովհետև իրա ձեռքով ենք ուզում գնա Judiciary, Committee on Judiciary of the United States Senate։ Կոմիսիան եւ հանձնաժողովը արդարադատության Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի։ Մենք սենատորներին ենք մեղադրում։ Այրունոտ փողը Ամերիկայի Միացյալ Նահանգները հարկ է հավաքել։ Հիմա դու պետք է կալանավորման հրաման տաս միջազգային ռոբասերժականներին եւ 57 կոմիսարիատներին կալանավորելու հրաման, եթե չտաս դու կրիմինալ ես։ Սենատոր չես ով ուզում ես եղի։ Մենք խնդրագիր չենք դիմում իրենց։ Մենք ասում ենք դու տասնամյակներ աշխատել ես Սերժ Սարգսյանի հետ։ Մարտի 1-ը Քոչարյանի քո պետության կենտրոնում էր ըստ քո պետդեպարտամենտի նշանակած Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի։ Մարդը ողջ առողջ է փառք տիրոջ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է ներկայացնում իր գրասենյակը ՄԱԿ-ի անսամբլում։ Richard Mills։ Հիմա տանք 10 վայրկյան եւ իմանանք մեր անելիքը։ Գվարդիան ԻՊՀ
Անդրանիկ Սուրբ Զորավարի զորքը էջմիածնի զորքն է։ Բայց չի նշանակում մենք բանակի կողքին բանակ կառուցելու կարիք ունենք, մի թեթև անդրադարձ զինվորական աշխատանքին, որ անում ենք։ Ոչ միայն պետությանը թափանցիկ, նրա տրամադրության տակ պիտի աշխատես։ Գվարդիա չես, ով ուզում է սեղի։ Հայրենիքը ունենում է մեկ բանակ։ Մենք այդ բանակի մի մասն ենք։ Ուրիշ ոչ մի բան։ Չկա թաքնված գախնի անբարոյականություն։ Տանք 2 վայրկյան, թող հարազատները հավաքվեն սիրելի հայրենակից։ Ուրեմն ապրիլի 12, բարի եկաք բոլորդ 2025 թվական կալենդարով, բայց մեր կյանքի տիրականության մեջ 1925 թվական, կարծում եմ մեջբերում անելու կարիք չկա Հովհաննես Թումանյանի նամակի տողերի Ավետիքի Սահակյանին։ Պայքարեցինք, ոչ մի խմբակ նույնիսկ հանդես չեկավ, կրկնելու եմ, խաչագողերի սրիկաների դեմ, այսօր խաչակիր ներկայացնող Դոն Պիպոն, են թվերի խաչագողերը, Դոն Պիպոն թալանել է եկեղեցիտ, ասում եմ։ Ավազակապետ է ինքը, Գարեգին Բեի հետ։ Սիրելի հայրենակից, ինչ վերաբերում է հայրենիքը դիստեբիլիզացնող ուժերը, ռոբասերժականը, Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը ունեն երրորդը, իրենք եռյակ են ամենագլխավոր խնդիր, Գարեգին Բենը, այս երեքն են ազգը ծնկած պահում։ Թող նստի տեղ։ Մենք Արևմտյան Հայաստանի թեմի առաջնորդներին եւ արևելյան թեմի Ամերիկա Միացյալ Նահանգների մեկնարկ ունենք։ Դուրս եկեք մեր երկնավոր հոր տնից։ Բոլորդ հարաճայով համակերպվածներ եւ համակերպված ասալաներ։ Հայաստանում Սերժի օրոք դուք ունեիք Քոչարյանի օրոք, որ պատերազմին եք մասնակցել ստորաբաժանում, բա որ զինված էիք, ընչի չսանրեցիք սրանց ազգը շունչ քաշեր։ Well, ասալայի բարոյականը Անդրանիկ Սուրբ Զորավարի գվարդիան ԻՊՀ-ն կնինքը իր գրասեղանին ապահում։ Ասալայի դրոշը մենք կներկայացնենք պատվարժանորեն։ Դուք ձախողվել եք, պարոն Այք։ Ես ոչ մի հին ու նոր կառույց վերբով կանելու process-ի մեջ չեմ, ես դրա ժամանակը չունեմ։ Բայց ուղղակի ասում եմ, այդ արժեքները Անդրանիկ Զորավարյան Հայաստանում կան շրջաններում, մարզերում, մենք լավ ենք ճանաչում ով են այդ արժեքները կրողները, նրանք են մեր արիական եղբայրները։ Բայց եթե իրոք այդ բանը գոյություն ուներ եւ Հայաստանի ազատագրման մասին է խոսքը մենշևիկներից, բա 37 տարի յոլա գնացիք։ Զինված ստորաբաժանում եք եղել։ Որն էր խնդիրը։ Մենք այս գործը գլուխ պիտի բերենք ուսուսի։ Հիմա ավելի քան համեմատաբար պատմական էջերին Հայաստանը քո կարիքն ունի դրսի հայություն։ Կազմակերպած եւ կամ Վարդանանք կամ ոչինչ։ Ես կուսակցություն չեմ հիմնում։ Վարդանանքը գրածը ազգային շարժում։ Դու քո ասելիք, քո կշերքը, քո կշիրու շոշափելի միտքը, քո կշերը, որ ասում եմ, այդ ձայնի հավասարությունը Վարդանանք ազգային շարժման մեջ ազգային ասա։ Սա պետական չի եւ քաղաքական չի։ Սիրելի հայրենակից, կազմակերպչական աշխատանքների մեջ ստորագրահավաքին ուժ եւ եռանդ տալու համար Լոս Անջելեսի համայնքում բնակվող բոլոր հայրենակիցներիս եմ խնդրում։ Եթե պետք նորից կկարդամ, թե ինչ եք ստորագրում, որպիսի անգնի տեղը, հա։ Պահանջում ենք ներկայացուցիչների պալատից եւ Միացյալ Նահանգների կոնգրեսից ընդունել կոնգրեսի ակտ եւ սենատի բանաձև։ Ինչպես նաեւ կարգադրել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ միջազգային օրդեր։
Ժողովրդի կողմից մարդկության դեմ հանցագործության մեջ մեղադրվողներն են Լևոն Քոչարյան, Գարեգին Ներսեսյան, Գարեգին B, Հովնան Դերդերյան, Արտուր Ասատրյան, Դոն Պիպո, Հովիկ Աբրահամյան, Սաշիկ Սարգսյան, Սամվել Ալեքսանյան, լվիկ եք ասում, Գագիկ Զարուկյան, Արաքել Մովսեսյան, Գագիկ Բեկլարյան, Սուրիկ Խաչատրյան, Մեհեր Սեթրակյան և ևս 57 հոգի մեր պահանջները հիմնավոր ապացույցներով ուղղված են հարգարժան խոսնակ Նենսի Փելոսիին, այն է անհապաղ սկսել լսումներ և արդարադատություն մատուցել մեր ժողովրդին, որը վաղուց ուշացած է, սա է ստորագրելու, և 43,000 $-ըդ ըստեղա նստել են վրան։ Միայն Բրբենք Գլենդել Փասադենաների շրջաններում 720 քանի մի 23 միլիոն $-ի անշարժ գույք ունի դաշնակցությունը, այդ սոված երկիրը ներկայացնելով։ Չեմ հաշվում Վիգեն Հովսեփյանը, որին հմեկում ձեր թորոմած Բադրջանի ծաղիկը, անունն էլ չեմ տա, ձեզ անդրադարձել պետք չի, այ ղզիկներ։ Մի վիրավորվեք, բուժումը կա դրա, ղզիկ լինելու բուժում կա։ Պտի ցեխոթվի սապոկդ խամիշների արանքը տղես, պտի մունի օրնոցի ժամանակ շակալները, որ հավեսի են ընկնում օրնում են հետո այդ բորենիներ, էդի պտի լսես լուսաբացին։ Տղաների հետ, որ մազաճի վրեմ, տղա դառնաս։ Ես վերապահում եմ իրավունք այդ խոսքերը ասելուց ես ղզիկներ, պավեսկից թռնող բմբուլավորներ։ Սիրելի հայրենակից, սփյուռքահայությունը անելիք ունի այս գործի մեջ, անպայման, այստեղ սեպարատ նույն պատետով գնում է ICC և ICJ, International Criminal Court և International Court of Justice, մեկը քրեականորեն, քրեական հոդվածով մեղադրում է այս կլանին մարդկության դեմ հանցագործություն և իր կողմից հռչակում և հայտարարում է հրաման ICC-ին, International Criminal Court-ը միջազգային կալանավորման հրաման, մյուսը International Court of Justice բերում է քո ռեպորացիայի հրամանը, սառեցնել բոլոր ունեցվածքները, այլապես դուք էլ եք սուտ, ինչպես Հունգարիան, որ թաքցրեց և ջրեց հողի դիմաց Վիկտոր Օրբան, you son of a bitch, Գուրգեն Մարգարյանի սպանությունը Բուդապեշտում։ Ռամիլ Սաֆարովին հիշում եք, ցուցակի վրա է, Լամպուշկեն էլ կողքը վառում հանգում է, հենց չի որ չեմ սատկացնելու այդ բջի տղուն։ Ու կողքի մեծ ու փոքր իրա ունեցած չունեցածը, սատկացնելու ենք դրանց։ Խաղաղություն կնքելու պրոցեսում, պարոն վարչապետ։ Վախկոտ, քնած մարդուն կացնահարանող, ռախիտ, քուրու աղբեր իրար էտ ամուսնացածի պրոտակտ աշկերտ անգժներիտ մոտ, այ ռախիտ սելջուկի թապ-թպուկ։ Ազնվական ցեղս կանգնել ասում Ադրբեջանը սարքել են գլխիդ պետություն այդ կոտեմ ջրողին։ Սիրելի հայրենակից, ապրիլ 24, ժամը 14:00 Երևան չի մենակ շրջաններ, լցվեք Կոմիտասի Պանտեոն, Շենգավիթ, հրավիրված քաղաքական մեր հավանությունը և հարգանքը վայելողները, Հովսեփ Խուրշուդյան, մենակ միկրոֆոնով խոսալով չի, ոչ էլ գորգռալով Շանթ Հարությունյան, կգաս Կոմիտասի Պանտեոն, Լիլիթ Դալաքյան հարգելի քույրիկ և քո շրջակա ընկերներդ, գործընկերներ, Սարգսյան Կարենն ու Արմենը, եկեք, ավակ և բարեկիրթ ճանաչեք, ավակների սեղանի շուրջ պիտի հավաքվեք, դուք կրկնում եմ կրտսեր, ավակ ու կրտսերը խառնել եք, նսեք տեղներդ։ Գուրգեն Սիմոնյան, հրավիրում եմ եղբայրական, Կոմիտասի Պանտեոն ապրիլի 24, ժամը 14:00-ին, ժամը 2-ին, 14:00 Շենգավիթ, գտնվող Շենգավիթի մեղնող Կոմիտասի Պանտեոն, մի հատ տեսնենք ինչ ենք անում, 17% երեխեքս ստանթինգ հիվանդությամբ արդեն խրոնիկական չի, արդեն գենետիկ խախտումով է ծնվում, կարճ ու երկար էքստրեմիտիներով, սովի պատճառով, դու վերես կացե Դոդի Գագոյի փողով քո անունով տուն ես առնում,
Փասադենաներ գլենդելներում, ուզում ես քեզ աղբոր տեղ տնեմ, իմ աղբերը կայնածա սահմանին այդ կախագանջ պոզավոր, թողնստի տեղը, վատ եք, Վարդուհի Վարդերեսյանին հիշում եք մեր հանճար դերերի մեջ են կանանց արդեն միջ տարիք անցած կանանց են հովհարը կարե խանումների խանում մի հատ երգ ունեին Վարդուհի Վարդերեսյան թե մյուսներ մոռացա այման այդ հանճարները մեր հա այդ հովարներից վեկալ են որ կանայք էլ են բանը չեն եղնում ու սկսում են այդպես հատ ֆլաշներ ունենալ հա այտենց եք դուք Ռոբերտ Քոչարյան դաշնակները կողքի կանացի վատանալ ունեք լոսում մի հատ պետո ունեք պապզած դաշնակ ինչ որ առողջական խնդիր աղոթքներով տիրոջը խնդրանք քեզ առողջություն համբերություն Բեդո Հաջյան բայց աղբարների գիծը չի մենակ էլի են եկած փախստական տեղացիներից էլ քյասիբներից 5000 10000 դոլար ընդ փողեր ես առեղ արիփ 5000-ներով այդ աղքատների բլոկնոտը բաց Զանգել տուր կնգատ վերջից զգուշացումը քեզ աղքատների փողը հետ տուր որ խափե ձեռներից հավաքել ես Կայլասկի մեջ ուզում ես վերջի տռելուց մոմենտ լի 1000 ներողություն ժողովուրդ կաթիլայինը միացրած աղքատներից փողը պետք է տաս արա խափել ես արա բանվոր դասակարգից Ստե մեկը տաքսիա քշում ույսը շինարարություն աշխատում փողը տուն ա ուղարկում որ Հայրիկը կարողանա ջերմոցի ապակիները դնել տա բան։ Մի նայ որ թավշյա արե ոչ մի տանգալի ծրագիրեր չկա մեջտեղ։ Աղքատը էլ մնաց աղքատ։ Օլիգարխը շարունակում է հարստանալ։ Պարոն վարչապետ, ներմուծում արտահանման գծի վրա հիմա Հայաստանի Հանրապետությունում վեվի նստած։ Բան չի գյուղացին կամ քո հպարտ քաղաքացին չի կարա մասնատեր լինի իմպորտ-էքսպորտի։ Կգա թղթերը կտաս տենդերի հնարավորություն, բայց առիրա քյասիբ ծակջե բախտից, եթե ինքը տենց բան ձեռք կբերի, բոլորիդ եմ հարցաքննել։ 3 տարին ինձ ծովից ծով Հայաստանը։ Չեկել էի քեզնից պաշտոն խնդրեի։ Իմ գործը գվարդիա մշակելներ, ինչի խանգարեցին իմ գործը ձեր մանվելիքները, պատիվ ունեմ չունեմները ձեր այդ հանձնաժողովի մեջ եկել եմ, ես դրա համար տվյալներ չեմ դրել սեղանին, հարգածս հայրենակից սիրելի եղբայր եւ հանձնաժողովի նախագահող անվտանգության ազգային ժողովի, որ հանդիպել ենք Անդրանիկ Քոչարյան, էդի բաց բնութագիր չի սիրելիս, Կրեմլու թորմշած դագաղի վրա դրած մեխակի հոտը KGB-ի, այդ սենյակում էր, դու պատիվ ունեմ իմ բերենը ստացրել ես դեմս։ Ես չեմ հասկանում Արտուր Վանեցյանի Տոմսա վաճառը ինչ գործ ունի այդ հանձնաժողովի մեջ, ինչ հեղափոխություն։ Պատիվ ունեմ եղել։ Մենք ասում ենք Աստված պատիվ ու հայրենիք, որպես ազգային գվարդիա։ Բգոն լսել ա մի բան։ Իր աղբերը Փասադենայից Զանգելայրան ասել է ասա Աստված, հայրենիք, Արցախ, են հրեշտակինքից մեջտեղ, տիտիկները բաց թող պտտվի, այսպես, շահագրգրենք ժողովրդին։ Կրկնում եմ, այդ ձեր ժողովներում են լիգիոն էր ներկա գալի, մարդատեղ էի դրե ժամանակին լոսում։ Բգո, Զանգի ասա մեկ էլ Անդրանիկի անունը չհոլովեք ձեր ժողովներում։ Սիրելի հայրենակից, իրազեկված է ԻՊՀ-ի գրասեղանը Հայաստանի կարգավիճակից եւ պայմաններից։ Ուրեմն շատ ճիշտ է աշխատում եւ աշխատել է մեր ծրագիրը, դաշտը փորձված է։ Երկու գող ունես փչացած են համարում, էդի թող իրանք որոշեն ով է։ Մեկը Սերժ Սարգսյանի սապոկները կարողի փրտեք Գյումրու լավ տղեն է։ Մյուսն էլ ձեր պրովուտ հակնող դիվիզիա մարդ փագող, բայց վերադասավորվող պետության կողմից դիպորտեղած պրաշլյակն է։ Գողերիդ փչացրի։ Պետություն եւ Դոմ Պիպո ռոբասերժական իրար հետ հակցրի։ Տաճարի դուռն էլ բացեցի, ուզի չուզի, երկու ոտը նույն ռոզվի տրուսիկից անցկացրած այդ փչացած կանսերվեն, այդ անեծքը, որ նստել է մեր հավատքի նախնահոր գահին, գարեկին չսրբազան դոդոշ դիվահար գորտը։
Դու թույլ ես տվեք, որ եկեղեցին պղծեն, իջման խորանները քանդեն։ Քանդելա վետերոկա սարքե, մտում ես թե ինչ աղոտ կանես։ Տաշիր Սամոյի լոպուշ կնկա նկարն է վեհարանում դրած։ Մեկը եզրասինը, մոմես վառում այդ մանկապղծի ու միասեռական փարաչայով տրանց ես նայում աղոտ կանում այդտեղ։ Պետք է մաքրվի էտի։ Լոս Անջելեսի, Կիպրոսի եւ Հունաստանի եւ Բուլղարիայի սիրելի հայրենակիցներ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գարեգին Բեն Երյակն է Կրեմլու, որ զավթել է քո եկեղեցին եւ քո ազգային պատկանելիության սուրբ օջախը Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Կրկնում եմ ԻՊՀ Անդրանիկ Զորավարի գվարդիան Էջմիածնի զորքն է, որը Էջմիածինում չի կարող լինել միայն։ Այս զորքը որևէ հայրենիքի հանդեպ ոտնձգություն անողին մայր մոլորակ, այս երկիր մոլորակի վրա, Պակիստաններից մինչև Աֆրիկա, որտեղ որ կա ոտնձգություն, վաղը միսօր իտ ու բերանին հարված հասցնելու ձերքը երկարացնող կառույցն է։ Սա է մենք ենք ասալան, սա է մենք ենք Անդրանիկ Սուրբ Զորավարի կնինքը մեր ձերքին ունեցող։ Վարդանանք ազգային շարժումն է քո միակ ու մինուճար փրկության այսօրվա աներևելի տապանը նոյան, որ փրկվես, այլավես մնում ես տակնում մեջը։ Մենք բարոյական պատերազմ ունենք անելու հայրենիքի ներսում եւ բանակով այդ սելջուկների թափթփուկների մեր հողերից պապենական այգիներից հանելու աշխատանք ունենք գալիք ապագայում։ Բանակայինի գծից կրկնում եմ, որևէ մեկդ իմ ծրագրերի վրա եթե կուզենաք փնթփնթակ, այտենց ֆարսունքեկներդ մի կախեք, տղա եղեք, գնդապետ եք, գեներալ եք, դուրս եկեք հանրային, մի հատ խոսանք տենանք ով ես, որ հանկարծ ԻՊՀ-ի ռազմական ծրագրին որևէ կետը չես հավանի։ Չկա ավելի գեր ժամանակակից ասիմետրիկ պարտիզանական կազմակերպված բանակները ծնկի բերելու 10 դոլարնոց սարքի վրա 1 միլիոն դոլարնոց հրթիռը կրակել տվող նման կառույց, որ խապվի սննկանա ողնաշարը կոտրվի այդ յաթաղանու։ Աստվածորդի ազգս հայոց պետականությունս ապրիլի 24 14:00 արի եղբայր ու քույր Կոմիտասի Պանդիոն։ Մենք անդրադարձ չունենք եղու բրնձի կռիվը Ղարաբաղցու։ Մենք քեզ տալիք բան չունենք էլ։ Գնա երրաբլուր ու սուսուփուս դուս արի, կողի աշկը տետի ու հիշի, 20,000 զոհը, իմ զիլ աղբերների, որ էլ չունեմ, քո պատճառով լոդեր, պավեսկից թռած Երևանում բիզնես անող, պատերազմի տարիներին, Աստված օրհնի քեզ ազգ, ձեզ հետ էր Վարդանանք ազգային շարժում։